Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մինչև իր իշխանության գալը մեր երկիրը վզին թոք կապած հորթի կարգավիճակում է եղել։ Համաձայն չեմ։ Այո։ Չգիտեմ ձեր հարցի պատաս։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում այդ։ Չեմ կարող ասել կներեք։ Ոչ մի բան չի բաղաձայն։ Ոչ, իհարկե ոչ։ Ինչու է նման հայտարարություն անում ձեր կարծիքով։ Մի բան պետք է ասի, չէ։ Մարդկանց մի բան պետք է ասի, իսկ եթե ասելիք չեմ։ Ցավում եմ, շատ ցավում եմ։ Ինչու է նման հայտարարություններ անում ձեր կարծիքով։ Ժողովրդին խոճապի մեջ գցելու համար։ Իսկ նորմալ է, որ նման արտահայտություններ է անում Հայաստանը։ Իհարկե որ Հորթի կարգավիճակում։ բոլորն էլ վախենում են, չէ, երեխաները, ընտանիքները սկսում են արդեն խոսել։ Իհարկե չեմ կարող ասել։ Իհարկե ոչ։ Հայաստանը շատ լավ վիճակում էր, բարգավաճում էր, նորմալ էր վիճակը, իսկ ինքը եկավ ամեն ինչը դեպի վատը, կատաստրոֆիկ վիճակի մեջ է մեզ գցել։ Ինչու է նման հայտարարություններ ու արտահայտություններ անում։ Ես իրանից ոչ մի բանից էլ չեմ զարմանում, որտեղ ինքը նենց աբսուրդ բաներ է խոսում, որ ուղղակի մտածում ես ոնց կարող է մարդու մտածելակերպը նման ձևով լինել, ուղղակի աբսուրդ է։ Չես հավատում, որ դա հնարավոր է ասել։ Ուղղակի չգիտեմ, շատ վատ վիճակի մեջ է մեզ գցել, Աստված տա վերջացնենք, բրծնենք այդ ամեն ինչից։ Ոչ։ Ինչու է նման հայտարարություններ անում ձեր Այդ ինքը գիտի ցավը տանը, մենք ոչ մեկը իրան կողմ չենք։ Իր արարքները ոչ մեկին դուք չի գալիս։ Բայց ինքն ասում է լեգիտիմ է, ժողովուրդն իրեն ընտրելու է, ընտրում է։ Ասում է, բայց թող ժողովրդին հարցնի։ Չի ցավը տանը, ես անցյալ ընտրությանն էլ իրան չեմ ընտրել։ Թեթև սուլիկա ինչ է, չեմ հասկանում։ Իսկ նորմալ է, որ երկրի ղեկավարը նման բառապաշարով է Այ դա շատ վատ է, շատ վատ է, իր վերաբերմունքը, մանկական վերաբերմունքը, չգիտեմ ինչ, նորմալ շարժումներ չի անում, ծանր պահի իրան մի քիչ ավելի գեղեցիկ կլինի, էլի ղեկավար մարդը։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ մինչև իր իշխանության գալը Հայաստանը պարանը վզին գցած հորթի Փաշինյանից լավ մարդ չենք ունեցի մեր պատմության մեջ եւ չենք էլ ունենալու։ Այդ իմացեք, այսքան Հայաստաններն են, այս է տակակ թուրքերին։ Եթե դուք ձեր Քոչարյանն ու M1 2-300 միլիարդ ես երկրին կակի մեջ կսամ։ Ամեն եւ մեղավոր դուք եք եւ ձեր ժողովուրդ, այսինքն դժբախտաբար կան, որ Փաշինյանից մինչև հիմա լավ մարդ չենք ունեցել մեր բանում մեջ։ Դրանք գող ավազդակներ ունեն։ Այն էլ որ Ռուսաստանից եկել են որա։ Փաշինյանի հետ ոչ մի ձև եւ ոչ մի անգամ եւ ոչ մի բանում չենք կարող համաձայն լինենք։ Ինչու։ Ինքը հիմա էլ նախորդին հայտարարել է, որ մինչև իր իշխանության գալը Հայաստանը պարանը վզին գցած հորթի կարգավիճակում է։ Ինքը երևի իրան Հայաստանի տեղն է դնում։ Երևի մտածում է ինքն է Հայաստանը։ Ինքը տենց լավ ազգում իրան էլի։ Իրան որ հորթի վիճակում են դրել, ինքն էլ վարչապետ է, ուրեմն Հայաստանն է այդ վիճակում։ Իսկ ինչու է երկրի ղեկավարը նման արտահայտություններ անում ձեր կարծիքով։ Երկրի մասին Ասացի, մանկությունից եկած կոմպլեքսներ ունի երևի։ Դե, չգիտեմ, նայած Համաձայն եք այդ մտքին։ Ես չեմ ասել, այդ պիտի մտածեմ, այդ միտքը չեմ ասել, ես նոր եմ ասում։ Նախորդին է ասել ազգային ժողովի ամբիոնից։ Ես ճիշտ ասած ուրիշ թեմայով եմ ուզում ասել, որ ինչ իշխանություն էլ ուզում լինի, երկրի զարգացման համար լիքը դրսից ֆինանսներ են գալիս։ Չէ՞ որ երկրի զարգացումը կախված է անհատի զարգացումից։ Թող որոշ տոկոսը հատկացնեն անհատների զարգացման համար։ Դիպլոմ ունեն մարդիկ, բանվոր են աշխատում, չեն կարող զարգացնել իրենց պոտենցիալը, առաջ տանեն։ Պատմական փաստ բերեմ, որ Կոմիտասին հովանավորեց Մանթաշյանը։ Եթե Մանթաշյանը չլներ, Կոմիտասի պես մեծություն չենք ունենա։ Ու ոչ միայն իրան 200 հոգուն հովանավորեց։ Հիմա այսօրվա դրությամբ հներից, թազեկից, իշխանություններից ամեն մեկը մի 10 հոգուն որ հովանավորի, երիտասարդները առաջ կգնան, միգուցե եւ միջազգային հարթակ դուրս գան գյուտարարություն անեն, համ Հայաստանի համար լավ կլինի, համ տվյալ երիտասարդի համար լավ կլինի։ Հիմա ես տարիքս ահագին անցել է, ահագին տարիներ եմ կորցրել, չեմ կարացել զարգացման ծրագիր իրականացնեմ անհատական։ Հիմա որին դիմել եմ թե հներից, թե թազեկից, չեն ուզում օգնեն, էլի։
Իմին ոչ միայն ես եմ, նման մարդիկ էլի կան։ Անհատի զարգացումից կախված է երկրի զարգացումը, դա դարի բանաձև է։ Մանթաշյանը հասկացել է, նույնիսկ թուրքերը հասկացել են, սկզբից խելացիներին են սպանել գենոցիդից առաջ, նոր անցամ մնացածին, այսինքն խելացի մարդկանցից շատ բան է կախված, պետք է հովանավորել։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ մինչև իր իշխանության գալը Հայաստանը պարանը վզին գցած հորթի կարգավիճակում էր։ Ես ճիշտ չեմ սիրում քաղաքականությունից խոսել, բայց այդպես չի։ Ես ինքս էլ եմ պայքարել Փաշինյանի գալու համար, բայց ոնց որ հիասթափված եմ։ Կյանքը ցույց կտա մեր հայրենիքը։ Ինչու եք հիասթափվում։ Դուք չեք տեսնում ինչ իրավիճակ, ինչ կարգավիճակ է։ Ինչու է նման հայտարարություն անում, որ պարանը վզին գցած հորթի Իմիջայլոց կարգավիճակում։ ես այնքան էլ համաձայն չեմ Փաշինյանի հայտարարությունների մասին, առավել ևս այդ քաղաքացիների հետ շփման ժամանակ իր մյուս հայտարարությունների մասին։ Մենք ճիշտ է թերություններով, բայց մյուս իշխանությունների օրոք այս խնդիրները չենք ունեցել։ Այդ առաջին, երկրորդն էլ ոնց ասեմ, որ մարդկանց վախեցնի, որ ինքը չլինի պատերազմ կլինի, ինքը չլինի պատերազմ չլինի, դա աբսուրդ է, չի կարելի այդպես։ Որովհետև վերջին հաշվով իր տված խոստումներից ոչ մեկը ինքը չի կատարել։ Մարդիկ այդքան հավատով դուրս եկան իրեն ընտրելու, ոչ մի բան չի փոխվել։ Այդ նույն ժողովուրդը հտուգանքի մատերիալ է, ավելին ամեն բանկամատից, ամեն բանկից մի բան օգտվելուց գումարը պահում է։ Այդ խղճուկ 10,000-ը, որ ավելացրել են թոշակառու, ինքս էլ եմ թոշակառու, այդ 10,000-ը ոչ մի դեր չի խաղում։ Ուղղակի ամոթ է, էլի այդ ամեն մեծ գումարների ու այդ ճոխ կյանքերի իրանց խոսալը, այո, իրենց այդքան խոսալու հետ միասին այդ չնչին այդ ողորմելի գումարները կամ բժշկական այդ ապահովագրությունը։ Մի հատ գնացեք նայեք ինչ է կատարվում այդ բժշկական ապահովագրության արդյունքում։ Ես հայտ եմ ներկայացրել թերապևտի մոտ 2 ամիս հետո նոր հայտիս համար օր են տվել։ Ճիշտ է դա։ Չգիտեմ ինչ որ մի բան է կատարվում այս մեր երկրում, ժողովրդի հետ չեմ հասկանում։ Ով էլ թո լինի, թեկուզ ինքն էլ լինի, գոնե մի քիչ փոխվի մտածելակերպը, վերաբերմունքը ու ամեն ինչ։ Ինձ թվում է մարդը պիտի լինի հայրենասեր, մարդը պիտի լինի ժողովրդի համար մտածող։ Ոչ թե ամեն մեկը կռիվ տա, այդ որ օգուտ չունեն, շահ չունեն, ինչի են կռիվ տալի լինեն վարչապետ նախագահ։ Մտածեք մարդկանց մասին, մտածեք, որ մարդիկ ժպտան, ուրախանան, ապրեն, ոչ թե մի խումբ էլիտար մարդկանց համար է այս կյանքը։ Բոլորն է մահկանացու են, ոչ մեկին չտվա, որ իրենք հավերժեն, իրենք էլ են մահկանացու, իսկ իրենցից հետո ինչ կմնա, այդ արդեն հարցի մյուս կողմն է։